Առաջարկ Հայաստանի նախագիծը տարբերվում է մյուս կուսակցական նախագծերից կամ քաղաքական նախագծերից ամենայն հարգանքով բոլորի հանդեպ մի քանի սկզբունքով։ Առաջինը ինքը ձևավորվում է ներքևից վերև սկզբունքով, այսինքն մենք ոչ թե կաբինետներում ինչ-որ մշակումներ ենք անում, հետո դա ներկայացնում ենք հասարակությանը, այլ առաջարկ Հայաստանի նախագծին ներկա միացող ցանկացած քաղաքական, հասարակական խումբ, քաղաքացի իր հետ բերում է իր առաջարկները։ Սա մեկ։ Հետո դա փորձագիտական ֆիլտրում է անցնում, ցանկացած առաջարկ ու ստանում է կառուցվածքային ձևակերպում։ Սա մեկ։ Երկրորդը առաջարկ Հայաստանինը բազմաշերտ, բազմապրոֆիլ ծրագիր է եւ հավատացնում եմ ձեզ շատ անկեղծորեն, գիտեք ես ինչքան բծախնդիր եմ քաղաքական փաստաթղթերի հանդեպ, մեկ մանդատի կամ մեկ գումարման համար նախատեսված չի։ Դա ավելի ռազմավարական ծրագիր է, որը հենց ռազմավարական ծրագիր է, ոչ թե ստանդարտ իմաստով նախընտրական ծրագիր։ Երրորդը ինքը բաղկացած է մի շարք առանցքային ծրագրային դրույթներից։ Հիմա այս բոլորի մասին եթե խոսեմ, 2 հաղորդում չի երիքի, բայց կասեմ հիմնականները։ Երաշխավորված խաղաղություն։ Այո։ Հստակ պատկերացրել ենք, նկարագրել ենք խաղաղության այն մոդելը, որով պատկերացնում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Ուրեմն հասարակշռության դոկտրինը արտաքին քաղաքականության հիմքում դնելու կարևորություն։ Էլի արտաքին քաղաքականության մեր պատկերացումներն են։ Հանրային համերաշխության մոդելը, որ ամեն ինչի հիմքն ենք մենք համարում։ Մեգա նախագծեր։ Մենք մեկը հենց իրականացնում ենք հիմա այդ պարոն Ծառուկյանը իրականացնում է Հիսուս Քրիստոսի արձանը, բայց մենք ունենք այլ մեգա նախագծեր, որոնք վերաբերում են Երևանի մետրոյի ցանցի ընդլայնմանը, Հայաստան-Իրան երկաթուղուն եւ այլն, հիմա չծանրանամ։ Թմրամոլության դեմ պայքար եւ առողջ ապրելակերպ։ Այսինքն այս բոլոր տարակները էլի կարող եմ թվարկել եւ երկար խոսենք։ Եվ երկու կարևոր բան կա, որ ես հիմա կուզեմ ասել, նաև այս ծրագրի հետ կապված սկզբունք, որոնք ընկած են մեր ծրագրերի հիմքում, արդարության գաղափարն է որպես բաղադրիչ եւ մերիտոկրատիայի գաղափարն է արժանավորների թիմ ձևավորելու լոկալ մեր մակարդակով եւ գլոբալ, որ մենք առաջարկում ենք երկրի համար, հա։ Սրանք շատ կարևոր ձևակերպումներ եւ մշակումներ են եւ ես հույս ունեմ, որ հասարակությունը ընտրության ընթացքում թե իր կարծիքը կասի, թե մեր ծրագիրը ավելի կհամալրենք եւ թե մեր ծրագրի շուրջ կձևավորվի հասարակական կոնսենսուս։